Արգելի ժողովուրդ, տեսեք, այս աշխատանքը իրականացրել է Գազպրոմ Արմենիան։ Նախ ինձ համար անհասկանալի է մայթի վրա բերել այս խողովակը թնել, դեպի շենք եկող, էլի Գյումրի Խրիմյան Հայրիկ 40 փողոցն է, անհասկանալի է, սա ինչ է, սպես բան կարելի հասարակ անել թե չէ։ Իմեն նախորդ անդրադարձից հետո Գազպրոմ Արմենիան ընկալել էր միայն, որ պետք է խողովակը ներգվի։ Անցյալ շաբաթ եկան տղաները, մեր դուռը զարգեցին, բալարագրողը դուք եք ասի այո, մենք ներգելու ենք գազի խողովակը, ասի լավ եք անելու, բա այս մնացածը, այս որ քանդել եք ասֆալտը, ցեխ եք ստեղծել, այն կողմն էլ մի հատված, բետոնային հատված է անանցանելի, այդ ոնց է լինելու։ Այդ տղան բնականաբար չկարողացավ պատասխանել։ Հիմա դիմում եմ ձեզ, Գազպրոմ Արմենիայի ղեկավարություն, խանդելուց լավ էիք, որ ցույց տայիք, որ պլան եք կատարում։ Այս տձևությունը, հագահրդեհային երևի նորմերին չհամապատասխանող ձևով մոնտաժ անելը, մայթի վրայից, տեսեք, մայթի վրայից է անցնում խողովակը, դեպի շենք է մտնում, արել եք շփ-թփ գնացիք։ Բայց այս քանդած ասֆալտը և բետոնային շերտը, ասենք մենք մարդ չենք, խոզենք, պետք է անցնենք ցեխերի միջով, ոչ ջարդելով, գլխներից չափ բաննել, խիջնել, լծել եք ստեղ սպես բան անում ենք։ Ասելա վերջի ինչ է լինելու Գազպրոմ Արմենիա, կեղեքում եք մեզ լավ, տնավարի, ուրեմն ժամկետ ձեզ անմիջապես բերեք ստեղ փորման աշխատանքներն իրականացեք և վերականգնեք այն վիճակը, որը եղել է նախկինում ձեր քանդելուց առաջ։ Սա անմարդկային է, դուք ձեր տղները ասպես կանեիք, հա, կանեիքը թողնեիք, դուք ասենք հայ եք, թե թուրք եք, հայերին եք ծաղրում, այս անկենցաղավարությամբ, դուք մարդ չեք, ինչքան եք կերել այս կդոր ասվալտի վրա փող, հաստատ դուս գրել եք ու լապվել է, են Բաղրամյան էյցիկ կար, դրա եղբայր են Արամ է ինչ էր, դա էր ստեղ շեֆություն անում այս գործերի վրա, որն արավ, այս տրուբայի հաշտին չգրում, իսպես պրի մնա, հա, մայթի վրա, իսպես բան տեսած կակ, որևէ մի այլ քաղաքում իսպես մոնտաժված գազի տրուբա կա, ժողովուրդ գազի խողովակ, սպես խայդարագություն տեսած կակ, հլա նայեք, ստեղ, վինցիլն էլ բաց, նայեք, մեկը անցնի խաղահետը, բան, էլի, փողոցի վրա, խնդալու, գժվելու բան է, ես կան ուզեցած ուստա, ես երգիրը պարադոքսների, հիմարների, գժությունների, հաստորեն, կատարելագործման, երգիր է, այդպես է պետք տա, ոչ մի նորմ գոյություն չունի, ոչ մի նորմ։ Տիկին Զարուհի Փոստանջյանը խեշկինը ամեն աստծո առավոտ ցույց է տալիս այդ Նաիրի Զարյան փողոց 11-13 արդեն ես էլ եմ անգիր սովորել շենքի հարևանությամբ այդ փորված կատլավանը, որ ավերել են, կանաչ տարածք են ավերել։ Այսինքն դուք ներդրված եք թուրք նիկոլականներ, այս հայ ազգին վատություն անելու ներսից, Ալիևը դրսից է անում, դուք էլ իր հրահանգները ներսից եք անում, տարական բաներ են սրանք, դուք ժողովրդին ես, քաղաքակրթություն ունեցող ժողովրդին տրել եք թուրքի տեղ, այն թուրքի, որ զուգարանի թղթից օգտվել չգիտեին, հա, իջեցնում եք մարդկանց այդ մագարտակի, հա, հայերին, այսպես խոզանոցներ ստեղծելով, այգի տարածքներ վարի տալով, այսքան ուզեց ասել, հարգելի ժողովուրդ։